Իսրայելը եւ Միացյալ Նահանգները հայտարարում են Իրանի դեմ ռազմական գործողությունները շարունակելու մասին։ ՑՀԼ-ի տվյալով ճշգրիտ հարվածներ են հասցվում Իսլամական Հանրապետության տարբեր բնակավայրերում ռազմական օբյեկտների եւ բարձրաստիճան պաշտոնյաների։ Թիրախում են եղել հատկապես Սպահանը եւ Թեհրանը, ըստ Իսրայելի բանակի խոսնակ Էֆի Դեֆրինի ՑՀԼ-ը ոչնչացրել է Մինզադայի գաղտնի միջուկային շտաբը, որի մի մասը նրա խոսքով գտնվել է Թեհրանում գետնի տակ եւ որտեղ աշխատել են իրանցի գիտնականներ։ Տեղեկություններ կան, որ հարվածներ են հասցվել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանին հայտնի է ավերածությունների մասին։ Իսրայելական կողմի տվյալով փետրվարի 28-ից ոչնչացվել է իրանական բալիստիկ հրթիռների 300-ից ավելի արձակման կայան։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ գործողության մեկնարկից ի վեր ամերիկյան ուժերը հարվածել են Իրանում մոտ 2000 թիրախի, խորտակվել է իրանական 17 ռազմանավ։ Գործողությանը ներգրավված է ավելի քան 50,000 ամերիկացի զինվոր, 200 կործանիչ եւ 2 ավիակիր։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալով Իսրայելը ամերիկյան հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվը հասել է 700-ի։ ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է Իսրայելի ուղղությամբ մեծ թվով հրթիռներ եւ ԱԹՍ-ներ արձակելու մասին։ Թել Ավիվում օդային տագնապի ազդանշաններ են հնչել, ըստ իրանական կողմի թիրախավորվել է Իսրայելի ՊՆՇ-ը եւ այլ օբյեկտներ, ինչպես նաև Հնդկական օվկիանոսում նավարկող ամերիկյան ականագիրը։ Շարունակում է փակ մնալ Հորմուզի նեղուցը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը պատրաստ են անհրաժեշտության դեպքում ուղեկցել նեղուցով անցնող նավերը եւ երաշխիքներ տրամադրել ծովային փոխադրումների համար։ Մարտի 3-ի ուշ երեկոյան պայթյուններ են լսվել Աբու Դաբիում, Դոհայում, Էրբիլում, Բաղդադում։ ԶԼՄ-ների տվյալով թիրախավորվել են Քուվեյթում, Իրաքում, Արաբական Միացյալ Էմիրություններում ամերիկյան օբյեկտներ։ Դուբայում հրդեհ է բռնկվել ԱՄՆ-ի հյուպատոսության շենքի մոտակայքում։ Իրանի շուրջ իրավիճակին Սպիտակ տանը Գերմանիայի կանցլերի հետ հանդիպմանն անդրադարձել է ԱՄՆ նախագահը։ Ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Իրանը այլևս չունի ռազմածովային, ռազմաօդային, հակաօդային պաշտպանության ուժեր։ Դրանք խոցվել են։ Գրեթե ամեն ինչ խոցվել է։ Հրթիռների քանակը զգալիորեն նվազել։ Մենք բանակցում էինք այդ խելագարների հետ, եւ ես համոզված էի, որ նրանք նախահարձակ կլինեին, եթե մենք դա չանեինք։ Նաեւ մեզ համար զարմանալի էր, որ Իրանը հարվածում է չեզոք երկրներին։ Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ Իսրայելն է ինձ ստիպել հարվածել Իրանին, հնարավոր է ես եմ ստիպել Իսրայելին։ Իսկ ամենավատ սցենարը Իրանի դեպքում կարող է լինել այն, որ այս ամենի արդյունքում Իրանի իշխանությունը ստանձնի մեկը, որը նույնքան վատն է, որքան նախորդը։ Մենք կցանկանայինք իշխանության տեսնել մեկին, որը կվերադարձնի ամեն ինչ ժողովրդին։ Սակայն մենք դեռ ասում ենք մարդկանց, որ դուրս չգան փողոցներ, այնտեղ վտանգավոր է։ Թրամփը նաև հայտարարել է, Իրանում նոր դեմքեր են հայտնվում, որոնք ցանկանում են զբաղեցնել երկրի առաջնորդի պաշտոնը եւ ոմանք կարող են շատ լավ ղեկավար դառնալ։ Լրագրողների հարցին արդյոք իշխանության կարող է գալ Իրանի վերջին շահի որդին Ռեզա Փահլավին Թրամփն արձագանքել է. նրան ոմանք սիրում են, սակայն ըստիս Իրանում իշխանության կգա մեկը, ով արդեն այնտեղ է։ Ֆրիդրիխ Մերցն էլ աջակցություն է հայտնել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործողություններին։ Իրանում ռեժիմի տապալման հարցում մենք նույն կարծիքին ենք։ Գերմանիան աջակցում է Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին այս սարսափելի ահաբեկչական ռեժիմի դեմ պայքարելու գործում։ Անհամբեր սպասում ենք, երբ պետք է գա այն պահը, որ քննարկենք ռեժիմի հեռանալուց հետո գործողությունների ռազմավարությունը։ Հարկավոր է ռազմավարություն մշակել ամբողջ տարածաշրջանի համար։ Սա կարևոր է ոչ միայն ամերիկացիների, այլև Եվրոպայի համար, կարևոր է Իսրայելի անվտանգության համար։ Իրանը նաև աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմում։ Այս ամենը պետք է ավարտվի։ Իսրայելի պաշտպանության նախարարն էլ նախազգուշացրել է, Իրանում նշանակված ցանկացած առաջնորդ, որը կշարունակի Իսրայելը ոչնչացնելու Միացյալ Նահանգներին, ազատ աշխարհին եւ տարածաշրջանի երկրներին սպառնալու եւ իրանական ժողովրդին ճնշելու ծրագիրը կհայտնվի թիրախում։ Վարչապետն ու ես հրահանգել ենք պաշտպանության բանակին պատրաստվել եւ գործի դնել բոլոր միջոցները մեր նպատակներին հասնելու համար։ Մեր ամերիկացի գործընկերների հետ կշարունակենք ջանքերը Իրանի ռեժիմի կարողությունները ջախջախելու ուղղությամբ։ Իրանի ժողովուրդը պետք է փոփոխությունների հնարավորություն ստանա։ Իսրայելի վարչապետն իր հերթին խոստացել է ոչնչացնել Հեզբոլահին Իսրայելին հարվածելու համար։ Շարունակում ենք հարվածներն Իրանին եւ Լիբանանին։ Հեզբոլլահը մեծ սխալ է գործել հարձակվելով հրեական պետության վրա։ Լիբանանի կառավարությունը եւ ժողովուրդը պետք է հասկանան, որ Հեզբոլլահը նրանց ներքաշում է պատերազմի մեջ։ Տեղեկություններ կան, որ ՑՀԼ-ը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին։ Երկրի առողջապահության նախարարության տվյալով զոհվել է 50 մարդ, վիրավորվել 335-ը։ Լիբանանից էլ նոր արձակումներ են գրանցվել Իսրայելի ուղղությամբ։ Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ ցանկանում են ամրապնդել իրենց ռազմաբազաների պաշտպանությունը։ Ուստի Կիպրոս են ուղարկում ԱԹՍ-ների դեմ պայքարի համար նախատեսված ուղղաթիռներ եւ HMS Dragon ականակիրը, որը համալրված է օդային պաշտպանության հնարավորություններով։
Ֆրանսիայի նախագահն էլ հրամայել է Շարլ դե Գոլ միջուկային ավիակիրը եւ դրա հարվածային խումբը դուրս բերել Բալթիկ ծովից եւ տեղակայել միջերկրական ծովում։ Էմանուել Մակրոնը նաեւ տեղեկացրել է, որ վերջին ժամերին Մերձավոր Արևելքում Ռաֆայել կործանիչներ, հոբ եւ ռադարային համակարգեր են տեղակայվել։ Նա հավելել է, որ Մերձավոր Արևելքում էսկալացիայի առաջին իսկ օրերից Ֆրանսիան ներգրավված է եղել բարեկամ երկրների երկնքում իրանական ԱԹՍ-ների խոցմանը ինքնապաշտպանական նպատակներով։ Մակրոնը նշել է, որ Փարիզը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր ունի Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի եւ Քուվեյթի հետ։ Իրանի շուրջ իրավիճակը մեկնաբանել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենը։ Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանը միջուկային զենք չունի, սակայն երկիրը նախկինում հրաժարվել է ամբողջությամբ թափանցիկ դարձնել միջուկային ծրագիրը, ինչն էլ հարցերի տեղիք է տվել։ Նաև նրա խոսքով Իսրայելը ամերիկյան վերջին հարվածների հետևանքով Սպահանում գտնվող միջուկային օբյեկտները չեն դուժել, աննշան վնասներ են գրանցվել Նաթանզի օբյեկտում։ Գրոսին հույս է հայտնել, որ ի վերջո հակամարտությունը կկարգավորվի բանակցությունների միջոցով։ Դիանա Գասպարյան, լուրեր։